Հարավկովկասյան երկաթուղու Թումանյան կայարանի հատվածը երկաթգծի ամենաբարդ հատվածն է, քանի որ անցնում է հսկայական ժայռերով, կամուրջներով եւ տարբեր տեսակի ինժեներական կառույցներով։ Քոբայր Թումանյան վազորդի այս կամուրջն արդեն 4-րդն է, որ այս տարի վերանորոգվել եւ հանձնվում է շահագործման։ Հանձնվել է Շահալի Թումանյան, Զամարլին, Այսա եւ Աղբատ Ալավերդի վազորդում են հանձնել Եվս այսպիսի բարդ կամուրջ, բայց իր բարդությամբ եւ ասենք երկարության ստրիչք երկարության Զամարլից հետո այս կամուրջն է ամենաերկար։ Կամուրջի վերանորոգումն իրականացվում էր Հարավկովկասյան երկաթուղի փակbaşնետիրական ընկերության ենթակառուցվածքների արդիականացման ծրագրի շրջանակում։ Նոր կառուցված կամուրջի երաշխիքը շուրջ 80 տարի է։ Այսօր 16 ժամով դադարեցվել է երկաթուղու աշխատանքը կամրջի շինարարական աշխատանքները վերջնակետին հասցնելու նպատակով։ Այնինչ նորմերով նախատեսված այս կամուրջը լրիվորեն ապահովում է։ Բեռների ինչպիսի բեռներ կտեղափոխվի այստեղ լրիվ կարելի ասել համաշխարհային նորմերին համապատասխանող մեր երկաթուղում տեղափոխվում է, չէ՞ որ բոլոր տեսակի ծանր բեռներ բանով լրիվ կդիմանա այս կամուրջը։ Կամրջի շինարարությունն իրականացրել է Կամուրջ-Շին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։ Շինարարության համար ծախսվել է 336 միլիոն դրամ։ Նոր կամրջի շինարարական աշխատանքները սկսված են այս տարվա ապրիլից։ Մասնագետներն ասում են, որ նոր կառույցը եռակի ամուր է, քան նախկին կամուրջը։ Այս պահին ուրեմն հին գոյություն ունեցող կամուրջի ապամոնտաժման եւ նոր կամուրջի մոնտաժման աշխատանքն է իրականացվում, ուրեմն այդ մեթոդը կոչվում է լայնական հրման եղանակ։ Ենթակառուցվածքի արդիականացման ծրագրի շրջանակում շինարարական լայնածավալ աշխատանքներ են ընթանում Այրում կայարանից մինչև Երևան գրեթե բոլոր կայարաններում ու կամուրջներում։ Հանրապետության համար ստրատեգիական նշանակության ապրանքները ներմուծվում են երկաթուղով, իսկ երկաթուղու համար հատկապես կարևոր են կամուրջների ամրությունն ու հուսալիությունը, քանի որ երկաթուղով բեռնափոխադրումներն ավելի մատչելի են։ Մեկ գնացք նորական տեղափոխում է շուրջ 150 մեքենա բեռ։ Մերիկոլոլյան, Արման Տիտանյան, լուրեր։